Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 4-ն է 2026 թվական։ ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը $201 միլիոն հասցնելով 402 միլիոնի։ Իհարկե շատ ուրախ ենք իրենց համար, ուղղակի չգիտենք 201-ը ինչի վրա պետք է ծախսեին, 402-ը ինչի վրա։ Ի վերջո այդ ընկերությունը 74% Միացյալ Նահանգների մասն է, 26% Հայաստանի։ Այնպես չլինի, նենց անկապ ծախսեն, քանի որ 74%-ը իրանցն է, հետո Հայաստանը սկսի պարտքերը փակել, ոչ թե դիվիդենդներ ստանալ։ Դրա համար, երբ որ մենք կհասկանանք, թե կոնկրետ սա նպատակը, որովհետև եթե մի բան հայտարարում է 201, հետո 402, պետք է հասկանաս 201-ով ինչ էին ուզում անեն, որ դա հասկացան, որ քիչ է, դարձավ 402, բայց այդ ինչից հասկացան, որ քիչ է։ Այսինքն սա ավելի շատ խնդիր է, որ կարող է այդ ֆոնդը հզորացնեն, մեծացնեն եւ որի պատճառով ինչ որ խնդիրներ անեն։ Տա Աստված, որ դրանից Հայաստանի շահերը չտուժի, բայց ամեն դեպքում մենք սրան վերաբերվում ենք զգուշավոր լավատեսությամբ, մինչև չհասկանանք, թե ինչ գումար է դա եւ ինչ նպատակի համար է դա նախատեսված։ Եվ ինչի այդպես արագ կրկնապատկվեց, այդ ինչ հաշվարկեցիք, որ տեսակ, որ 201-ը չի հերիքում, եւս 201 է հարկավոր։ Իսկ իմանանք, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի Պուտինը արդեն քանդվածին վերադառնալն է Պուտինի խնդիրը, որքան ուժեղ եւ անկախ դառնան նախկին խորհրդային միության երկրները, այնքան ավելի դժվար կլինի նրա համար դա անել։ Ուկրաինան գլխավոր դեր է խաղում այս հանելուկում։ Նա ուզում է մեզ կոտրել, եթե նա հաջողության հասներ, ավելի հեշտ կլիներ այլ հետխորհրդային երկրների հետ բոլոր պետությունների նկատմամբ ամենայն հարգանքով։ Բոլորը գիտեն սա եւ բարձր են գնահատում Ուկրաինայի ներդրումը այդքան թանկ կյանքերով վճարված այլ պետությունների անկախության գործում։ Լիովին համաձայն եմ Վոլոդիմիր Զելենսկու այս գնահատականի հետ, որովհետև երբ որ Վլադիմիր Պուտինը գտնում էր, որ ինքը Ուկրաինան գրավելուց հետո մտադիր է վերականգնել խորհրդային միությունը, հետո մտածեց, բայց մտամը չի խորհրդային միությունը, նա միանգամից ցարական Ռուսաստանը, որովհետև որոշ տարածքներ կա, որ ցարական Ռուսաստանի կազմում էր, բայց խորհրդային միության կազմում չէր։ Եվ փաստորեն անգամ Հայաստանից էլ մտածեցին շատ արագ գնանք, ասենք հավատարմության երթում տանք, որտեղ գիտենք հաջորդը Հայաստանն է։ Եվ պարբերաբար ես նշում եմ, որ այո, Ուկրաինան կռվում է հանուն համաշխարհային անվտանգության, եւ եթե կոնկրետ նայենք, նաեւ մեզ համար։ Մեր անկախությունը այսքան ժամանակ մնացել է նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանը թաղվեց այդ պատերազմի մեջ, խրվեց այդ պատերազմի մեջ եւ ախորժակը համենայն դեպս նրբացավ, որ մտածի ուրիշ տարածքներ վերցնել։ Մինչեւ այսօր չի հաշտվում այդ մտքի հետ, որ հանկարծ Հայաստանը դուրս գա իր ազդեցությունից։ Պատկերացնում եք, եթե Ուկրաինայում ինքը հաղթեր։ Այնպես որ այս գնահատականը Զելենսկին որ տալիս է, երևի տասնյակ անգամ ես եմ տվել այս գնահատականը, ու երբ որ ինձ պարբերաբար ասել են Ուկրաինայի թեմայից ես խոսում, ասում ես բան, անգամ Ուկրաինայի մեր հայրենակիցները շնորհակալ ենք մշտապես անդրադառնում ես, ասել եմ ես եմ շնորհակալ, որ դուք կռվում եք Ուկրաինայի համար, դրանով կռվում եք նաև Հայաստանի համար։ Նրանք ովքեր չեն հասկանում, շատ ցավում եմ նրանց համար։ Այնպես որ ինչ որ հիմա ասում եմ, միանգամայն ճիշտ է ասում։ Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք նրա ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես այս տարի երկար ընդմիջումից հետո առաջի անգամ մենք վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ։ Այս ամենը կօգնի։ Իհարկե, եթե Հայաստանը ցանկանում է հարաբերությունները ջերմացնել Ադրբեջանի հետ, խաղաղություն բերել միասին գնալ գալը լինի, առևտուր լինի եւ այլն, շատ զարմանալի կլներ, որ Ուկրաինայի նախագահը չցանկանար նորմալ, առավելևս օրինակ միշտ էլ նորմալ հարաբերություն ունեցել են Ադրբեջանի հետ եւ այդ հարաբերությունը իսկ ինչի պետք է չունենային, որ չմոռանանք, որ 97 թվականին
երբ որ ստեղծվեց ՎՈԱՄ-ը, Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, երկի մի կարճ ժամանակ եղել է նաև Ուզբեկստանը, ՎՈԱՄ էր, բայց քանի որ ոնց եկավ նենց գնաց, դրա վրա չեմ ուզում ամեն անգամ անդրադառնամ, ուղղակի նայենք այդ 4 պետությունը։ Այդ 4 պետությունը ստեղծեցին եւ փաստորեն, եթե դա տնտեսական համագործակցություն էր եւ կոչվում էր հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման, այնուամենայնիվ այդ երկրները ցանկացան արևմուտքին ասել, որ մենք ենք ձեր գործընկերը, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը եւ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը։ Այ ցավալի մեզ համար, որ մենք ժամանակ մենք մտածում ենք, թե ինչպես մենք ավելի շատ ընկղմվենք Ռուսաստանի ազդեցության տիրույթ։ Եվ չմոռանանք 99 թվականին, երբ որ 5 տարին լռացավ ՀԱՊԿ-ի եւ Վրաստանն ու Ադրբեջանը չցանկացան շարունակել, նրանք ինչը պատճառաբանեցին, նույնիսկ եթե սա տնտեսական համագործակցություն է, առանձնապես ակտիվ էլ չի, բայց քանի որ դրա էֆեկտը քաղաքական շատ ավելի մեծ է իրանց համար, երբ ուզում են ակտիվացնում են, երբ չեմ ուզում չէ, բայց ամենայն դեպս իրանք ասեն մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, որովհետև ճիշտ չենք համարում լինելով ՎՈԱՄ-ի անդամ, լինենք ՀԱՊԿ-ի անդամ, իսկ Հայաստանը շարունակեց մնալ ՀԱՊԿ-ի անդամ, այսինքն տեղից արդեն Ուկրաինան Ադրբեջանի գործընկերն էր, երբ որ շատ դեպքերում մարդիկ ասում են, բա մեր նկատմամբ ինչի ինքը լավ չի, մեր գործընկերը Ռուսաստանն է, իսկ Ադրբեջանի գործընկերը Ուկրաինան, ուրախ եղեք, որ այդքանից հետո Զելենսկին խոսում է երկուսի հետ նորմալ հարաբերություններ ունենալու մասին, իսկ մենք ինչ ենք արել, որ այդ հարաբերությունը նորմալ է։ Եղել ենք օկուպանտի ընկերը, որը հարձակվել է Ուկրաինայի վրա, եւ արդարացրել ենք օկուպանտին, որը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Մինչև այսօր Հայաստանում արդարացում է, մինչև այսօր ռուսամետ ընդդիմություն ենք բերել խորհրդարան։ Ումից ենք նեղանում։ Ընդհակառակը մենք պետք է ջանքեր գործադրեինք, որովհետև մենք նայում ենք, որ արևմուտքը ցանկացած երկրի նկատմամբ վերաբերմունքը չափում է, թե ինչպիսին է քո վերաբերմունքը Ուկրաինայի եւ ուկրաինական պատերազմի նկատմամբ։ Դու որ կողմից ես։ Եթե դու օկուպանտի կողմից ես, իմանանք քո հետ ոնց վարվել։ Ուկրաինայի այսօրվա ներկայությունը նախկին խորհրդային միությունում այդ երկրների անկախության երաշխիքն է։ Օրինակ ես հրավիրված էի Մոլդովայի անկախության օրվան, այդ Զելենսկին է շարունակում։ Մեզ համար կարևոր է պահպանել նման հարաբերությունները, եւ ես հպարտ եմ, որ մենք դրանք կառուցում ենք այսպես, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Այնպես որ եթե Հայաստանի հետ Ուկրաինան ունենա նորմալ հարաբերություններ, մենք դրա մեջ ավելի շատ տշագրգռված ենք, որտեղ Ուկրաինայի թիկունքին կանգնած է հավաքական արևմուտքը, եւ մենք պետք է ցանկանանք, որ այո, իսկապես ունենանք նորմալ հարաբերություններ։ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Վասիլև ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը չի բացառում զանգվածային ոչնչացման զենքի կիրառում դաշնակիցներին պաշտպանելու համար։ Այդ ռազմավարության զարգացման նպատակով ընդունված փաստաթղթերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ռազմական դոկտրինը ենթադրում են միջուկային զենքի օգտագործման հնարավորություն ներառյալ հարձակման դեպքում դաշնակիցներին պաշտպանելու համար։ Այսինքն մարդիկ խոսում են, որ դոկտրինը, որը որ փոփոխեց Ռուսաստանի իշխանությունները ուկրաինական պատերազմի սկսելուց հետո, որ միջուկային զենք կիրառելը արդարացնեն, բայց ցանկացած մարդ, որը հրաշալի հասկանում է, որ Ռուսաստանը եթե միջուկային զենք կիրառի, անմիջապես կստանա պատասխան եւ դա եթե չհանգեցնի ավելի գլոբալ, ասենք մոլորակի կործանման, առնվազն կհասցնի Ռուսաստանի կործանման, բոլորը հասկանում են։ Եթե Ռուսաստանը մի քանի մարտագլխիկ ունի, ապա քանի տասնյակ ատոմային կայաններ ունի, անգամ եվրոպական մասում ուկրաինական դրոնների եւ հրթիռների հասանելիության տիրույթում։ Այսինքն դու ես վախացնում միջուկային զենքով, եթե քո տարածքում ունես միջուկային կայաններ, որոնց որ ցանկացած հարվածը կարող է առաջացնել Չեռնոբիլի նման աղետ, լամի բանել ավելի։ Այսինքն դու դրանով առավելություն չունես։
Էլ չեմ խոսում, որ քո ցանկացած պահեստին կխփեն։ Էլ չեմ խոսում, որ ամբողջ ինֆորմացիան հրաշալի տիրապետում են, բայց սա հարցը ուրիշ բանին է վերաբերվում։ Ընկեր, այս մարդիկ կարան մեզ էլ ներքաշեն այդ ամեն ինչի մեջ։ Ասում այո, մեր գործընկերներին, դաշնակիցներին պաշտպանելու համար կարանք միջուկային զենք օգտագործենք, բա մենք էլ ատոմակայան ունենք։ Դու կարող ես դնես ինչ-որ մեկին հոխորտաս, ասես տես հա ինչ եմ անելու Հայաստանին պաշտպանելու եմ, միջուկային զենքով մեկ էլ Հայաստանին քաշես պրոբլեմի մեջ, մանավանդ որ Հայաստանը սառեցրել է հարաբերությունը հապկի, բայց դուրս չի եկել։ Շարունակում է այդ իրավունքների ու պարտականությունների տիրույթում մնալ։ Այսինքն, այս մարդիկ վտանգավոր մարդիկ են, ժողովուրդ ջան։ Քո վրա հարձակվել են միջուկային զենք չես կիրառում, բայց քո դաշնակցի համար կիրառում ես, այս ինչ ես ուզում, դաշնակիցներին ներքաշես ինչ աղետի մեջ։ Իսկ հիմա նայենք Ադրբեջանից ինչեր է հնչում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիև Հայաստանի սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ։ Ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր սահմանադրության ընդունման գործընթացը։ Այն բանից հետո, երբ այդ տարածքային պահանջները հանվեն սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիր չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան։ Մենք վճռականորեն պատասխանում ենք մեր երկրների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի, եւ դա շարունակվելու է նաեւ այսուհետ, նշել է Հաջիևը։ Հիմա տեսնենք ինչ է ստացվում։ Այն որ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ մենք սահմանադրությունը չենք փոխում մեր ներքին պայմանավորվածությամբ, թեպետ ասում էր ինչ եկել ենք իշխանության ուզում ենք փոխենք, այո, այդ ժամանակ ուզում եք փոխեք, բայց նպատակները միանգամայն այլ են։ Սահմանադրության փոխելու նախաբանը հանելը լրիվ առաջացել է ավելի հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ հանրային ռադիոյին ասեց, որ եթե մենք հիմա դա չհանենք, ցլերը մեր վրա կհարձակվեն, ճանապարհի երկու կողմը ցլերն ինքնել կարմիր զգեստով էր։ Մարդիկ իհարկե փորձեցին արդարացնել Նիկոլ Փաշինյանի ասածը, հետո հասկացան, թե ինչքան վատ ընդունվեց հասարակության կողմից, ասին չէ, մենք ենք փոխում, մեր համար է դա պետք, ոչ թե Ադրբեջանի պահանջով, անգամ ասին սահմանադրական դատանը որոշում ունի, որ այդ նախաբանը չի ազդում, որովհետև բուն սահմանադրության տեքստում չկա որևէ գործողություն նախատեսված որևէ հոդվածով, բայց եւ նույնիսկ դա մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը ասեց, բայց Ադրբեջանին դա չի հետաքրքրում, ասում է չէ, դու պետք է սահմանադրության նախաբանը փոխես, որտեղ կա տարածքային պահանջ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։ Հիմա ինչ է ստացվում։ Խաղաղությունը կախված է դրանից։ Հայաստանը խոստացել է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ենթադրենք ունենալ համապատասխան քանակությամբ ձայն ազգային ժողովում, որպեսզի այդ որոշումը կայացնի դնի հանրաքվեի։ Լավ, ենթադրենք փորձեց ձայն առնել, մեկին ճնշեց, չգիտես ինչ արեց եւ այլ եւ այլ։ Հա, բայց ով ասել, որ ժողովուրդը գնալու է քվեարկի, գնալու է այդքան ձայն տա։ Այսինքն ինչ է ստացվում։ Դու խոստանում ես խաղաղություն, ժողովրդին ասում ես տեր կանգնի խաղաղությանը։ Խաղաղությունը խոստանում ես Ադրբեջանի անունից, ասում ես իրանք էլ են շահագրգռված խաղաղությամբ։ Ադրբեջանն ասում է խաղաղության չեմ գնում, խաղաղության պայմանագիր չեմ կնքում։ Իսկ նախաստորագրված փաստաթղթում որևէ երաշխիքներ չկան, որևէ ժամկետներ չկան, ժամանակացույց չկա, իրավունքներ ու պարտականություններ չկան, միջազգային երաշխիքներ չկան։ Չկա ոչինչ, ընդամենը մի հատ կետերա շարադրած։ Վերջ։ Այսինքն ստացվում է, որ Ադրբեջանը սպասում է Հայաստանի սահմանադրության փոխելուն։ Իսկ եթե ժողովուրդը չհամաձայնվեց, նշանակում է պատերազմ ուզում է հայ ժողովուրդը։ Իսկ դուք վստահ եք, որ ժողովուրդը համաձայնվելու է։ Այսինքն այս շանտաժի մեջ մեզ ներքաշում են, որ տեսեք, մենք ուզում ենք սահմանադրությունը փոխենք, այս ժողովուրդը չի ուզում։
Ինչպես տեսնում եք, Ադրբեջանը իր պահանջից չի հրաժարվել եւ Հայաստանը երբ որ գնացել ստորագրել է Վաշինգտոնում, դրանից օգոստոսի 8-ից մինչև այսօր չի եղել մի օր, որ չասեն մենք հենց վաղը պատրաստ ենք ստորագրել, բայց Ադրբեջանը չի համաձայն ու չեն կարողանում բացատրել։ Եթե դուք ասում եք, որ կապ չունի Ադրբեջանի նախապայմանը, մենք դրանով չենք առաջնորդում, դե այդ դեպքում բացատրեք, այսքան ամիս, այսա մի տարին լռանում է, ինչա ձեր արածը։ Բայց ի՞նչն է պատճառը, որ չեք կարողանում նախաստորագրածը ստորագրեք, երբ որ դուք պատրաստ եք ստորագրել։ Որովհետև դեռ չեք կատարել Ադրբեջանի պահանջը։ Բա մարդիկ սա են ասում։ Ասում եք ինչ եք հետևում, թե Ադրբեջանն ինչ է ասում։ Բա դուք խաղաղությունը Ադրբեջանի անունից եք խոստացել։ Այդ սրտիկը Ադրբեջանի անունից եք խոստացել։ Մարդկանց։ Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova հայտարարել է, որ Շվեյցարիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հնարավորությունները։ Սա էլ միջազգային հանդիպումների ժամանակ է։ Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է բաց եւ հետեւողական։ Ընդ որում գործընթացի հետագա առաջ խաղացումը ըստ նրա կախված է նաեւ այն քայլերից, որոնք պետք է ձեռնարկի Հայաստանը։ Ցանկացած հանդիպման ժամանակ նրանք բեռը գցում են Հայաստանի վրա։ Հայաստանը խաղաղություն չի ուզում, որովհետև ռազմատենչ անկախության հռչակագիրը չի ցանկանում հանի նախաբանից։ Այն դեպքում, երբ որ անկախության հռչակագիրը պատմություն է, Ամերիկայի անկախության հռչակագիրը կարդացել եք, այսօրվա հետ ինչ ընդհանրություն ունի։ Ինչն ենք փոխում։ Այսինքն հիմա տեսակ, բայց սրա պատասխանով պտի տա։ Ռուսաստանի Դաշնությունում Չեսնի զնակը արգելափակել է Հայաստանից ներմուծված եւս 70,000 շիշ խմելու ջրի եւ գազավորված ըմպելիքների խմբականակների վաճառքը արտադրողների կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումների պատճառով։ Հիմա նրանք կոնկրետ նշում են խախտումներ։ Հայաստանի իշխանություններ, ասեք, եթե դա խախտում չկա, այսինքն նշանակում է այս մարդիկ համառոտ են շարունակում են Հայաստանի դեմ ճնշումը։ Եթե կա, բայց դեպքում ինչ է ձեր արտադրածը։ Օրը մի բան պետք է պարզվի, որ անորակ է, ու այդ անորակն էլ ինչ եք անելու, բերեք վաճառեք Հայաստանում։ Մենք չգիտենք, որ դուք այն ինչ որ չեք կարողանում ուրիշտեղ վաճառեք, այնա Հայաստանում կա, ով է Հայաստանի ապրանքը ստուգում։ Եթե այդ ապրանքը ստուգածը լեգ նորմալ չլեր, կիմանայինք։ Եթե նորմալ է, ինչ ենք հաստումատեղ հետո ենք իմանում, որ նորմալ չի։ Սա հերթական քայլն է, որը պատասխան է պահանջում, կոնկրետ, ասեք, իսկապես անորակ է, թե Ռուսաստանը հերթական քաղաքական քայլն է անում մեր դեմ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիթմեթ Հաջիև Իսրայելում 1915 թվականի իրադարձությունները որպես հայոց ցեղասպանություն ճանաչելու հարցը լուրջ մտահոգություններ առաջացրել Ադրբեջանում, քանի որ եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար։ Այս հարցը մեզ համար մնում է մշտական կարմիր գիծ։ Երբ այս հարցը ծագեց, Ադրբեջանը նախագահի հանձնարարությամբ ակտիվ դիվանագիտական ջանքեր սկսեց։ Մենք մեր դիրքորոշումը փոխանցել ենք իսրայելական կողմին, նման որոշման ընդունումը առաջին հերթին անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, եւ մենք այն անընդունելի ենք համարում։ Դրական կողմն այն է, որ իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի ուղերձները։ Մենք կարծում ենք, որ այս հարցի հետագա առաջընթացը կանխվել է։ Երբ որ Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը սա ընդունել է, ես խոսել եմ այս մասին ու ասել եմ մեր իշխանությունների արձագանքը մի կարևորեք, որովհետև իրանք այսպես թե այնպես դրական չէին արձագանքելու, բայց էական տարբերություն կա, թե ով էր այդ հարցը մտցնում եւ ով է քվեարկելու, որովհետեւ ասում էինք, որ հերացող Բենյամին Նեթանյահուն նախ չի կարողանալու կնեսետում դա անցկացնի, եւ երկրորդ այս պարագայում
բացարձակ անիմաստա, որ ինքը այս հարցը դնի, մենք է ոգևորված, ասենք այ տեսակ ինչ լավա դրեց, հետո էլ ասենք կառավարությունը որոշել է, ինչ կապ ունի պարլամենտը որոշել է, թե չէ, լավ էլի Ժողովուրդ ջան, այդ երեխայական տարիքից դուրս եկեք, էլի, այդ դա պարլամենտի իրավասության խնդիր է, կառավարությունը որոշել է, բայց պարլամենտը պետք է անցկացնի, որ դա համապատասխան կարգավիճակ ստանա։ Բայց եւ միևնույն ժամանակ, ինչ է հարցը, Նեթանյահուի մտցրածը մեզ պետք չի։ Անկախ նայած գիտեինք էլ որ չի անցնում, թեպետ գիտեք այդ բանը Նեթանյահուի ագետները սպանեցին այնքան ոգևորված էին դրանով։ Այ եթե հոկտեմբերի 27-ից հետո ընտրված նոր գումարման պարլամենտը, Կնեսետը, այս հարցը, որը օրակարգում կա, կընդունի, ես օրինակ դրան դրական կվերաբերվեմ։ Միանշանակ, որովհետև արդեն ոչ թե գնացող Նեթանյահուն է, որ ամբողջ աշխարհին թշնամի սարքեց իրան, մտածելով որ էսա Ամերիկայի խելքը կերել է Թրամփի, էսա տեսեք Իրանը ոչնչացնի, մնացածին իրան չի հետաքրքրում, թե ով ինչ կմտածի կամ ինչ կանի։ Ոչ, մենք տեսանք ինքը ինչերի մեջ ներքաշվեց ու տեսանք ինչի մեջ ներքաշվեց անգամ իր երկրին ու տեսնում ենք թե ինչպիսի ցածր վարկանիշ ունի իր երկրում, ինչքան հարցերի հետ են անհամաձայնություն ունեն իր հետ կապված։ Դա մեզ ոչինչ չէր տալու։ Այ եթե նոր խորհրդարանը դա կընդունի, իսկ չի դակտի դրական չլինի որ։ Այդ դեպքում մենք կմտածենք, որ դա քայլ է ժեստանոր պարլամենտի կողմից, որը որ եթե պետական մակարդակով Հայաստանի իշխանությունները համարժեք քայլ չանեն, որտեղ իրանք այսպես թե այնպես նրանց համար միևնույնն է, հին պարլամենտը կընդունի թե նոր, իրանք Թուրքիայի դեմ ընդունած որևէ բան չեն ընդունելու, բայց ինձ համար էական նշանակություն ունի, դա ընդունվել է նոր խորհրդարանի կողմից, թե նախկինի։ Իսկ նախկինի կողմից չէր ընդունվելու, նրանք ովքեր իմ խոսքին հետևում են, տեսել են, որ ասել ենք դա չի անցնելու, չգիտեմ ես ինչի վրա եք սենց ոգևորված։ Այնուամենայնիվ, ինչ անհարմար վիճակում ենք հայտնվում, երբ որ մենք ոգևորվում ենք, որ տեսեք Իսրայելի պարլամենտ, ներողություն, կառավարությունը հարցը մտցել է պարլամենտ, Ադրբեջանը գլուխը գովում է, ասում է, այս պարլամենտում հենց արեցի չքվեարկեցին։ Պատկերացնում եք մեր անհարմար վիճակը եւ այդ դեպքում չես էլ կարող ասել դու չես մեղավոր քու պատճառով չի ում պատճառով է այդ դեպքում բան չէիք ոգևորվել եթե նույնիսկ դա արել են ոչ Ադրբեջանի միջամտությամբ ամեն դեպքում հարցը մտցնողը հարցը առաջ չի տարել վերջ մենք անհարմար դրության մեջ էինք ընկնելու այդ ոգևորվածության պատճառով այնպես ինչպես շատերը ընկան այդ անհարմար դրության մեջ ոգևորված որ տեսեք էսա ինչ կատարվեց Այնպես որ սպասենք հոկտեմբերի 27-ից հետո, եթե դա մանավանդ դա օրակարգից հանած չի, ուղղակի չեն հասցրել քվեարկեն տեղափոխվելը։ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Կրասնի Բոր բնակավայրում գտնվող Վայլդբրիզի լոգիստիկ օբյեկտում։ Հիմա տեսնում եք, սա հերթականն է, իսկ մենք խոսել ենք այդ մասին, թե Վայլդբրիզի պահեստները կլինի, թե օզոնինը կլինի, դրանք շատ ծանր հարվածներ են, բավական միլիարդավոր արդեն դոլարների ապրանք է կորում, կորուստներ լինում եւ այդ պարագա ով է դրա տակից դուրս գալու ով էլ այդ փողը կորցրեց այդ փողը կորցնելու է ոչ միայն տնտեսվարողը այլ նաեւ բանկերը որտեղ այդ ամբողջը բանկային շրջանառության փողեր են իսկ դրանք բավական լուրջ փողեր են տեղից էլ բանկերը շատ լարված վիճակում են գիտեք Ռուսաստանում անգամ շատ էլ իսկի գումարները չեն տալի կանխիկներն են սահմանափակում այդ բոլորը չնկարագրենք խայտարակ վիճակը ու նույնիսկ Ռուսաստանն արդեն Վայլդբրիզի հետ կապված արդեն խնդրել է Ղազախստանին ասում օգնի քո պահեստներից օգտվենք, քո մարքեթփլեյսերից օգտվենք Վայլդբրիզի, բայց քանի որ Ղազախստանը դեմ է ու մտածում է որ կարող է այդ առիթով այնպես լինի որ հիմա էլ Ուկրաինան հարվածի Վայլդբրիզի պահեստներին, մանավանդ որ Ղազախստանում գտնվող, մանավանդ որ Կասպից ծովում հարվածեց իրանական նավին, որը օգտում էր Ռուսաստանին ապրանք տալու Այսինքն նա գիտի որ դա սпасելի է Ուկրաինայից Ղազախստանը չի ցանկանում դրա տակ մտնել հիմա Ռուսաստանից ասում են չէ մենք Ղազախստանի հետ մեր քայլերը կոորդինացնում էինք մինչև այս հարվածները հանկարծ չմտածեք որ այսինքն Ղազախստանը վախից չմերժի էլի սա մենք շուտ էինք դա մտածել այդ քայլերը շուտ էինք անում իսկ հիմա շարունակությունը նայենք որտեղ ուկրաինացիք միշտ չեն առաջ գնացել
Օգոստոսի 4-ին ուկրաինական դրոններն առաջին անգամ թիրախավորել են Լենտա ցանցի բաշխիչ կենտրոնը։ Խոշորագույն այս ցանցը ավելի քան 7000 խանութով ունի Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում 7000 խանութ ունի։ Ընկերությունում վստահեցրել են, որ խանութներում ապրանքների բավարար պաշար կա օրական պահանջարկը փակելու համար, թեև բաշխիչ կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է մատակարարումների ընդունումը։ Այսա շարունակությունն էլ ասեմ, դրան կանրադառնամ հենց Լենտայի հետ կապված էլ։ Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ մատակարարումների խափանման ռիսկերը նվազեցնելու նպատակով առևտրային ցանցերն այժմ վերանայում են իրենց լոգիստիկան։ Նախատեսում է ապրանքների հիմնական պաշարները թողնել մատակարարներին եւ դրանք համալրել ըստ անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ ընկերությունները հրաժարվում են հսկայական հաբերից, որոնց կորուստը սպառնում է կաթվածահար անել ողջ մատակարարման շղթան, փոխարենը նախապատվությունը տալով փոքր պահեստների տարածած ցանցին։ Մագնիտ եւ X5 ցանցերը մատակարարներին առաջարկել են ուշադրություն, մատակարարն առաջարկել են ապրանքներն ինքնուրույն հասցնել խանութներ ու բաշխիչ կենտրոններ։ Առաքումը մատակարարի վրա թողնելը միանշանակ կբարձրացնի ծախսերն ու ապրանքների ինքնարժեքը։ Այնուամենայնիվ առևտրային ցանցերը ստիպված են դիմել այդ քայլին, քանի որ հոբ համակարգերը չեն հասցնում որսալ Ուկրաինայի զինված ուժերի արձակած հարյուրավոր ԱԹՍ-ները։ Հիմա ես ձեզ ասեմ ի վերջո ինչ է նշանակում, ենթադրենք Ռուսաստանը չէր փակել մեր ապրանքների ճանապարհը եւ մեր ապրանքները հայտնվում էր Ռուսաստանում։ Որպես կանոն ինչ են անում։ Ֆուրերը գնում են, ապրանքը դատարկում են պահեստներում, պահեստներից այդ ապրանքը արդեն բաշխում են խանութներին։ Վերջ, ապրանքը հանձնեց, ինքը իր գործը վերջացավ։ Պայմանագիրը կնքել է Լենտայի հետ, տարավ Լենտայի պահեստում դատարկեց, վերջ, կենտրոնացված կարգով։ Ես առիթ ունեցել եմ իհարկե Լենտայի այս պահեստում եղել եմ, մի 8 տարի առաջ, երբ որ Արմենիա հեռուստաընկերությունով հաղորդաշար էինք պատրաստում, ինձ որպես գործին տեղյակ մարդ եւ խոշոր կազմակերպություններ ղեկավարած մարդ իմ խորհրդատվության կարիքը կար եւ անգամ իմ մասնակցության, ես ուղղակի այն ժամանակ ասի, ես չեմ նստի սպիտակ վերնաշապիկով ու փողկապով գյուղացու ցավուդարդից խոսեմ եւ այդ ամեն ինչի մասին խոսեմ, եթե ես չեմ գնացել գյուղացու կողքը կանգնել, դաշտում նկարվել, այդ արևի տակ, այգում նկարվել, գնացել պահեստ, նստել վարորդի կողքը, գնացել Լարսում 2 օր մնացել, այդ ամբողջը պատկերացնել, հասնել մինչև Լենտայի պահեստը, որպեսզի մարդը հասկանա այն ինչից, որ ես խոսում եմ, ես դրան տիրապետում եմ, ու այդ ամբողջ խնդիրները ուսումնասիրելով, ոչ միայն նկարելով, ցույց տալով, այլ այդ ամբողջը կուտակելով, որպեսզի ինֆորմացիա, որտեղ ամեն ինչ չի եթեր գնում, որպեսզի պատկերացնես, ինչ խնդիրներ ենք մենք ունենում այդ ճանապարհի վրա։ Իսկ այդ Լենտայի պահեստը, որը սպասարկում է այդ հազարավոր խանութներին, դա համարեմ այդ քաղաք է, հերթ էր, որ նույնիսկ մտնեին ֆուրերը ներս։ Հիմա դուք պատկերացրեք, մարդիկ կանգնում են եւ ասում են, քանի որ հիմա վտանգավոր է, կարող այդ պահեստներին հարվածեն, թող ապրանքը մի անգամից մատակարարները տանեն խանութներին։ Հիմա ես ուզում եմ այն մարդիկ, ովքեր ասում են, այ որ հիմա Ռուսաստանի հետ լավ լինենք, նորմալ առևտուր կլինի, ես որպես մասնագիտությամբ այդ գործին տիրապետող եւ պրակտիկ դրանում աշխատած մարդ ուզում եմ ձեզ բացատրեմ հետեւյալը։ 22 տոննանոց ֆուրը գնում է Լենտայի պահեստում դատարկում։ Մեկ ուրիշն էլ է գալիս դատարկում։ Հետո խանութները պատվեր են տալիս, կվերցնի 20 կիլոգրամ պոմիդոր, 20 կիլոգրամ լոլիկ, մի 10 կիլոգրամ մի ուրիշ ապրանք, 50-ից 100 ապրանք կպատվիրի, փոքր մեքենայով այդ ամբողջ տեսականին կհավաքեն, կլցնեն, կուղարկեն այդ խանութին։ Վաղել էլի կպատվիրի կգնան։ Հիմա երբ որ կանգնում է Լենտայի պահեստը կամ X5-ը, X5-ը իրանց ասած, եւ մագնիտը կանգնում ասма թող մատակարարը ապրանքը տանի միանգամից խանութներին։ Ժորժիա, ես հիմա ուզում եմ պատկերացնենք, ենթադրենք Ռուսաստանը մեր լոլիկի դիմաց չի փակել ճանապարհը։ Մեր ռուսամետներն ասում են մենք ելնենք, հարաբերությունը լավացնենք։ 22 տոննանոց ֆուրը մտնում է Ռուսաստան եւ իրան առաջարկում են, ասում են ապրանքը դու տար խանութներին բաժանի։ Ամեն խանութ կարող է ուզի կոնկրետ մեր պոմիդորից 20 կիլոգրամ։
Ինչ եք առաջարկում։ 1000 խանութ 20 կիլոգրամով 22 տոննանոց ֆուրը պետք է բաժանի, լա 22 տոննա էլ չեմ ասում, որ կլորտի դու 20 տոննա ալնի։ 1000 խանութ է բաժանելու ժողովուրդ։ Այսինքն ֆուրը ընկնելու է 1000 խանութ 20 կիլով պամիդոր, տա։ Լուրջ եք ասում։ Էս է ձեր պատկերացրած Ռուսաստանի հետ առևտուրը։ Նույնիսկ չես կարողանա տանես միտեղ կանգնացնես, այդ ֆուրը փոքր մեքենաներով, փոքր խմբականակով տանես այդ 1000 խանութին բաժանես, ինչի, որովհետև ինչ ես անելու, ամեն խանութին 20 կիլոգրամ պամիդոր ես տանելու փոքր մեքենայով։ Ընդհանրապես այդ ծախսը պատկերացնում եք ինչա։ Բախտներս բերել է, որ Ռուսաստանը փակել է Հայաստանի ապրանքի ճանապարհը, մենք հիմա գլուխներս քարին պատին ենք տալի, այլ ուղիներ ենք որոնում։ Հիմա եթե նա ով ասում է, եթե ես ըլնեի Ռուսաստանի այդ հարցը կլուծեի, հիմա ասեք ֆուրը կանգնած է լենտայի պահեստի առաջ։ Լենտան չի ընդունում։ Ասեք ինչ են գանում։ Ոնց ենք այդ ապրանքը հասցնում խանութներին։ Ընդհանրապես դուք տիրապետում եք այդ ամեն ինչին, բացի խոսալը ուրիշ ինչ որ բանից գոնե ինֆորմացիա ունեք, տիրապետում եք։ Եթե քեզ ասեցին, որ ֆուրով ապրանքը պահեստում չես դատարկելու, տանելու ես մատակարարներին, կարող է Ռուսաստանի տարածքի մատակարարը փոքր խմբականակներով հավաքի մի քանի ասորտիմենտ, ուղարկի մի խանութների, էլի չնայած ծախսերը մեծ կլինի, բայց ֆուրով ապրանք մատակարարողը Հայաստանից կարող եք տեխնիկապես պատկերացնել, նա ինչպես է աշխատելու Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանի արդեն պահեստները արդեն այդ խոշոր հիպերմարկետների պահեստները հրաժարվում են ապրանք ընդունել, որտեղ համարում են, որ դա խոցելի է եւ իրանց օդը չեն փակում, իսկ իրանք ի վիճակի չեն դրոնների դեմ պայքարել, որտեղ պետությունը պետականորեն չի կարողանում դրա դեմ պայքարի։ Լենտայի պահեստը Մոսկվայում է, կենտրոնում չի, բայց դե Մոսկվայում է։ Այսինքն ինչ հեռավորության վրա են հարվածել, չեք տեսնում։ 850 կիլոմետր։ Լա մի 1000 հաշվենք, որովհետև հենց սահմանից չեն կրակում, միշտ էլ ասում ենք, որ ինիկատ ունեցեք, որ սահմանից չեն կրակում, ավելի անվտանգ տարածքից են կրակում։ Վերջ, սա է ժողովուրդ ջան, էս է Ռուսաստանի առևտուրը, եւ եթե որևէ մեկը, այսօր տեսեք ինչ է ստացվում, առավոտից իրիկու ինֆորմացիա, չէ, տեղական մեր մեդիաները տարածում են, մարդիկ կարդում են, այդ ամեն ինչը ես էլ եմ կարդում, ձեզ ներկայացնում, որ դուք իմանաք ինչա կատարվում։ Հիմա կարող է մեկը մտածի, ասի դե լավ, դու միակողմանի ես ներկայացնում, Ռուսաստանի հետ կապված լավ չես ներկայացնում։ Լավ, իմ ասածը չեք ընդունում, բայց ես ձեզ ներկայացնում եմ ինֆորմացիա, որ դուք բոլորդ կարդում եք։ Բա իրանք ուր են, իրանք ինչ չեն ներկայացնում։ Թող իրանք էլ իրանցն ասեն։ Ասեն ժողովուրդ ջան, մի անհանգստացեք, լենտայի պահեստին որ հարվածել է, որևէ խնդիր չկա։ Մենք 22 տոննանոց մեքենան կքշենք ամեն մի խանութ։ Կքշենք, մի անհանգստացեք, կամ ասեք ինչ են կանելու, փոքր դուք ասեք, լավ, ես վատն եմ, ես միակողմանի եմ, դուք ձերն ասեք, ինչա ձեր քննարկածը այսօրվա խորհրդարանում, այս քանի օր ինչ եք քննարկում, իրար հետ ինչ եք պարզում, այս խնդիրները ձեզ չի վերաբերվում, այս խնդիրները մեր ժողովրդին վերաբերվող խնդիրները չի վերաբերվում, ամեն մեկը պարզում է, թե ով է թալանչի, նայել ասում է, նա է թալանչի, քո հոր վախտես է եղել, նայել ասում է, քո հոր վախտես է եղել, էսա քննարկումը, հիմա ժողովուրդը, որ այս ինֆորմացիան կարդում է, ումից իմանա դրա պատասխանը։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզայի մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայում գտնվող 3 թիրախների, բայց չեղարկեցինք հարձակումը, երբ Ուկրաինան ներողություն խնդրեց։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային Արկա ապացույցները վկայում են այն մասին, որ Ուկրաինայի հարվածն իրանական առևտրային նավին կանխամտածված է եղել, Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար։ Հիմա, այն որ ասում է Մոհսեն Ռեզային, որ Ուկրաինան ներողություն է խնդրել, ուզում եմ իմանամ դա երբ է եղել։ Եթե դա այն է, որ Ուկրաինայի արտգործնախարարը զանգել է Աբբաս Արաղչիին Սիբիգան խոսել է, այնտեղ ներողության մասին ոչինչ չկար։ Եթե ներողություն խնդրել է այդ ժամանակ, բայց այդ ժամանակ էլ հրապարակեիք, ասեք Ժորժ ջան, չենք խփում, որովհետև զանգել ներողություն է խնդրել։ Եթե այդ ժամանակ չի խնդրել, հետո է խնդրել, ասեք Ժորժ ջան, եթե այսքանը գաղտնազերծել եք,
թաքուն չեք պահել, ուրեմն այդքանն էլ ասեք իմանանք։ Ինչու ես չեմ հավատում այդ ներողություն խնդրածին, նույնիսկ եթե ներողություն խնդրելով աղետը կանխեր, միանգամայն նորմալ է, ինչ կա դրա մեջ, որովհետև մեկ անգամ եւս ասեմ, Իրանը անընդհատ ուզում է դեմքը փրկի, բայց Իրանը հրաշալի հասկանում է մի խնդրեմ։ Բերեք այդ նրբությունը հասկանանք։ Ինչու անվախ ձևով Իրանը հարվածում է ամերիկյան բազաներին, բայց այդ որ երրորդ օրնա ծամծմում է, ախ ես ուզում էի խփեմ Ուկրաինային, բայց քանի որ ինքը զանգեց, ինքը խնդրեց, ներողություն խնդրեց, դե բա չենք խփում, բայց չենք հավատում։ Այս ինչի է ասենց մզմզում, որտեվ հենց առաջի օրն եմ ասել ինչի է մզմզում, որտեվ իր համար դա կարողներ շատ ծանր հետևանքներ ունենալ։ Կարող է մարդիկ զարմանան, ասեն Ուկրաինային Ամերիկան օգնում, Ամերիկայի բազային խփում է անվախ, Ուկրաինային ինչի չի խփում։ Այն դեպքում այդ ինչի Ամերիկայից չի վախենում, Ուկրաինայից վախենում է։ Տարբերությունը էական է։ Դա էլ բացատրենք։ Ամերիկան խփել է Իրանին։ Կարծել է, որ խփելով հոգևոր առաջնորդին վերացնելով եւ մի քանի գեներալների պարալիզվելու է երկիրը, քանի որ իշխանությունը կենտրոնացված է հոգևոր առաջնորդի ձեռքում, եւ այդ դեպքում Դոնալդ Տրամպը ոգևորված ասեց, թե հիմա վերացրել ենք, մինչեւ երեկո զենքը վայր դրեք, զենքը վայր չեք դրի, բոլորիդ կվերացնենք։ Ինքը կարծում էր, որ մինչեւ երեկո զենքը վայրեր դնելու։ Եվ հեգնական խոսում էր Եվրոպայի հասցեին։ Դե ձեզ ինչ դիմեմ, մթամ դուք ինչ եք անում, արհամարական, որովհետեւ դե ինքը հաղթել էր, դափնեպսակը պիտի իր գլխին դներ, չէ, ինքն էր հաղթել։ Բայց երբ որ ինքը չհաղթեց, սկսեց նեղվել, Եվրոպա, բա դու մեզ ինչի չես օգնում, ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, բա ես ձեր անվտանգությունը պահում եմ եւ այլ, բայց նրանք էլ չէին օգնում են պարզ պատճառով, որովհետեւ Դոնալդ Տրամպը հարկ չհամարեց իր գործընկերներին ասի, որ սենց բան կա։ Իրավաբանորեն իր գործընկերները պետք է իրան չօգնեին, որովհետեւ ՆԱՏՕ-ի 5-րդ կետը կանոնադրության պետք է քո վրա հարձակվեն, որ կոլեկտիվ պաշտպանվեք։ Եթե դու ես ուրիշի վրա հարձակվում, իրավական առումով նրանք քեզ պետք է չօգնեին, բարոյական առումով էլ պետք է չօգնեին այն գործընկերներդ, որուն հեգնում ես, ասես դուք ով եք, ես եմ ձեզ պահում եւ այլ եւ այլ։ Այսինքն սա ինչի մասին է խոսում, որ այո, այս հարցում միանշանակ եվրոպական տեսակետը ճիշտ էր, որ տեղը ցույց տվեցին Դոնալդ Տրամպին, բայց եթե դա ձգվում է եւ Եվրոպան ունենում է տարաձայնություն Ամերիկայի հետ, ժողովուրդ ջան, Տրամպի տեղը ցույց տալով դուք տեղ եք բացում Ռուսաստանի համար, Իրանի համար, Չինաստանի համար։ Այսինքն ձևը պետք է գտնվի, որ դուք համագործակցեք։ Իհարկե այս մանրմունր բազաներ տրամադրել է տեղել է, բայց դա չի գլոբալ միջամտության։ Բայց եթե Եվրոպան կուզենա մասնակցի, բայց կուզենա Տրամպը իրանց խնդրի։ Տրամպն էլ իրան չի խնդրում, իրանք էլ դե ասում են, դե որ մեր կարիքը չունես, լավ մնա, հաջողություն։ Բայց եթե Իրանը հարվածի Ուկրաինային, Եվրոպան կմիջամտի արդեն Ուկրաինային պաշտպանելու հարցում համարելով, որ Իրանը Ռուսաստանի կողմից մտել է պատերազմի մեջ։ Դրանով իրանք այն անհարթությունը, որը ունեին Տրամպի հետ, որ ինչի կոտրվենք, մնանք հետո իրան օգնենք, բանավանդ հիմա Տրամպը մտել է փակուղի։ Եվրոպան Ուկրաինայի առիթով կմտներ պատերազմի մեջ, դրանով եւ օգնելով Միացյալ Նահանգներին եւ օգնելով Ուկրաինային։ Ուկրաինան էլ Ամերիկային կասեր, դե դու ինձ օգնի Ռուսաստանի դեմ, տես ես քեզ ոնց եմ օգնում Իրանի հարցում։ Ու այդ ժամանակ Իրանի խնդիրները կտրուկ կվատանային։ Ու այնպես չի, որ Իրանը դա չի հաշվարկել։ Հրաշալի Իրանը դա հաշվարկել է, հրաշալի ինքը դա տիրապետում է, այ դրա համար սեն ձգձգում է, բայց վախենում է հանկարծ դեմքը կորցնի, եթե Ուկրաինային չհարվածի։ Հարվածելով Ուկրաինային հազիվ առիթ է պետք, որ դրա մեջ ներքաշվի եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Այնպես որ հրաշալի դա հասկանում է Իրանը, որովհետև տենց հեշտությամբ հարվածում է ամերիկյան բազաներին ու սեն ծանր ձևով ամսի 25-ից մինչև այսօր ծամծմում է բացատրում, թե այ հայ ուզում էի խփեմ, բայց չխփեցի, որովհետև սենց եղավ նենց։ Պետք չի այդ ամեն ինչը բացատրել, մենք բացատրող ենք աշխատում, մեր գործի անունը դա է։ Դու գիտես, որ խփելը քեզ համար լինելու է կործանարար։ Արևմուտքը առիթն օգտագործելու է ժեստը անելու
Ամերիկային քայլը անելու ի աջակցություն Ուկրաինայի։ Ուկրաինան էլ ապացուցել է, որ ինքը բավական ծանր հարվածներ կարողանում է հասցնի։ Այն հակաօդային պաշտպանության համակարգով, որ Իրանը ցանկանում էր պաշտպանվել Ամերիկայից ու Իսրայելից, այդ հակաօդային պաշտպանության համակարգը, որը Ռուսաստանն էր Իրանին տալի, Ռուսաստանը խայտառակ է ալնում հենց իր տարածքում։ Այնպես որ պետք չի գերագնահատել Իրանի հնարավորությունը, եթե ինքը իր դեմ պրոբլեմ ստեղծի, եւ այդ դեպքում եթե եվրոպական երկրներն ասում են մենք չենք ցանկանում Իրանի վրա հարձակվելը Թրամփի արդարացնենք, մանավանդ Թրամփի Իրանի վրա հարձակվելը իսկ իր ժողովուրդը չի արդարացնում։ Լայնատեսեք երկրում վերաբերմունքն ինչպիսին է, ինչպիսի ցածր վարկանիշ ունի Թրամփը այդ ուղղությամբ։ Առաջինն ասում են մեզ չպարզաբանեցիր ինչ ես անում, ընդհանրապես չհասկացանք ինչի դա արեցիր, հետո չկարողացար բացատրել, որ դրա անհրաժեշտությունը թե ինչու ես անում։ Բան չի պիտի այդ ամեն ինչը վերցնել Եվրոպան իր վրա, բայց բավական է Իրանը Ռուսաստանի կողմից հարվածի բանի Ռուսաստանի հետ գործընկերության առումով հարվածի Ուկրաինային, այդ դեպքում արդեն Եվրոպան կմիջամտի։ Այսինքն Իրանը դա հրաշալի հասկանում է, ժողովուրդ ջան։ Մենք էլ ենք հրաշալի հասկանում, որ սկզբից ասում ենք Իրանը չի անելու դա իր համար կլինի կործանարար, շատերն ասում են դե լավ էլի, Ամերիկայից չի վախենում, Ուկրաինայից է վախենում, այդ ինչ է Ուկրաինայի, ժողովուրդ ջան, դե բացատրեցի ինչի համար, դե ոնց անենք, ամեն ինչը ստիպված ենք գնում մանրամասը բացատրենք։ Հեսա տեսնեմ ինչը կհասցնեմ ասեմ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի Ուկրաինան շարունակում է անել ամեն ինչ իր ուժերի սահմաններում, որպեսզի ապահովի այս պատերազմի դիվանագիտական ավարտը։ Հենց Ուկրաինան է ուզում խաղաղություն, հենց Ռուսաստանն է անում ամեն ինչ, որպեսզի երկարաձգի պատերազմը եւ հնարավորինս շատ վնաս հասցնի մարդկանց եւ նրանց կյանքին։ Բոլոր առաջնորդները, ովքեր կարող են օգնել, գիտեն, որ մենք պատրաստ ենք բոլոր իմաստալից բանակցային ձևաչափերին։ Պուտինը պատրաստ չէ։ Եթե Մոսկվան չի ուզում խաղաղություն, Վաշինգտոնն ու Պետքինը կարող են դա անել։ Եվ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի եվրոպական մայրաքաղաքները, որոնց Ռուսաստանը դժկամությամբ է ուշադրություն դարձնում, հասնեն ազդեցության այնպիսի մակարդակի, որ Ռուսաստանը այլևս չկարողանա անտեսել Եվրոպային։ Սա մեր անվտանգության եւ քաղաքական համագործակցության հիմնական նպատակներից մեկն է եւ եվրոպացի գործընկերների հետ մեր եվրոպացի գործընկերների հետ։ Այսինքն դուք տեսնում եք, որ Զելենսկին ցույց է տալիս, որ ինչքան ուզում ենք ռազմավարական հաջողություններ ունենանք, մեզ պետք է պատերազմը դադարեցնել, որովհետև ամեն օր զոհեր են լինում, իսկ այդ պարագայում այո ազդեցություն կարող է ունենալ Ամերիկան եւ Չինաստանը, այո Եվրոպան պետք է լրջորեն ներգրավված լինի դրա մեջ այդ պատերազմը դադարեցնելու հարցում։ Հույս ունենք, որ Դոնալդ Թրամփը հստակ պատկերացնում է, որ այն ինչ որ ինքը չի կարողանում լուծել Իրանի հետ կապված, բավական է ինքը լուծի Ուկրաինայի հետ կապված աջակցությամբ ընդդեմ Ռուսաստանի, Իրանի հարցը կլուծվի մեխանիկորեն։ Ընդհանրապես Իրանի հարց որպես այդպեսին ուղղակի չի էլ կայանա, որտեղ Իրանը համենայն դեպս կոմպրոմիսի գնացող երկիր է, եթե իր շահերը լավ հաշվարկի ու հասկանա։ Այսօր ինքը գտնում է, որ հարվածեք պատասխան կստանաք, դա է առաջ տանում, վաղը կգտնի մեկ ուրիշ տարբերակ, կմտածի իսկ ինչի չհամագործակցենք, որ Այնպես որ մենք այս ամեն ինչը պետք է շատ ուշադրությամբ հետևենք, որովհետև այս ամեն ինչը ուղղակիորեն առնչվում է նաև մեզ։ Առավել ևս, երբ որ դուք տեսնում եք, ունենք կառավարություն, ունենք խորհրդարան եւ իրենց քննարկման թեմաները արդյոք adekvat է այս աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումներին։ Դրա համար շատ բաներ մեր հասարակությունը պետք է զգոն լինի, մենք էլ մատներս պահենք աշխարհաքաղաքական զարգացումների զարկերակին։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։